Հարագածոտնի մարզի Ապարան քաղաքից 5-6 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Չքնաղ գյուղը։ Հունիսի 29-ին տոնական պատարագ մատուցվեց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Նշվում էր Սրբավայրի ոցման 21-րդ տարեդարձը։ Այս առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնից Չքնաղ էր բերվել Ստեփանոս նախավկայի մասունքը։ Մարդիկ հաղորդակցվեցին սրբությունից բխող զորությանը։ Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանն էր։ Իր քարոզում Տեր հայրը խոսեց Միքայել եւ Բագրատ arczepiskopոսների ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին եւ հրավիրեց հավատացյալներին աղոթել նրանց համար, քանի որ ապօրինաբար են կալանավորվել։ Չքնաղի Սուրբ Ստեփանոս խոնարհված եկեղեցին կառուցել են 19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։ 2000-ական թվականներին այն նորոգելու մտադրությամբ տարածքում ուսումնասիրություններ են կատարվել եւ բացահայտվել է 4-րդ դար թվագրվող եկեղեցի։ Հնագիտական արժեք ներկայացնող հինավուրց այդ աղոթատունը չվնասելու համար ի վերջո որոշվել է հարակից տարածքում կառուցել նոր եկեղեցի, որը դարձյալ Սուրբ Ստեփանոսի անունով են կնքել։ Գյուղը ուներ եկեղեցի, խոնարհված էր եւ պիտի վերականգնվեր, եւ քանի որ հիմքերը 4-րդ դարը էր, որոշվեց, որ այդ հիմքերը կմնան մեզ համար որպես պատմություն, որպեսզի այդ 4-րդ դարի խորքերից ինքը իր օրհնությունները միշտ փոխանցի մեզ, եւ կողքը հենց իր տարածքում կառուցվեց նոր եկեղեցի, դարձյալ Սուրբ Ստեփանոս անվանումով։ Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոսը, որը կառուցվել է Հովսեփյան ընտանիքի բարերարությամբ, օծվել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Այս ընթացքում հարյուրավոր երեխաներ են այստեղ մկրտվել։ Ծառայել է եկեղեցին մեր ժողովրդին եւ ժողովուրդը եկեղեցուն։ Երբ որ եկեղեցին կառուցվեց, արդեն մենք տեղում մասնակցեցինք պսակադրության հարսանիքին։ Ամեն ինչին արդեն մեր մոտ տեղում եղավ մեր եկեղեցում։ Ապարան չգնացինք։ Դրանից լավ բան։ Պատարագի ժամանակ Շապի քաղաքին խորանում սպասավորող Հովանես Ավետիսյանը նույնպես Չքնաղի բնակիչ է։ Սովորում է, սպորտով է զբաղվում, կիրակնօրյա պատարագներին սպասավորում է եկեղեցում, ինչպես ինքն է ասում, հոգևոր լիցքեր է ստանում։ Ես սովորում եմ Ճարտարապետաշինարարական քոլեջի կադաստր բաժնում, կադաստր եւ գեոդեզիա, իսկ Շապիկ հագնում եմ երկար տարիներ արդեն Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում եւ յուրաքանչյուր պատարագի ներկա եմ գտնվում ու իմ փոքր մասը ունենում եմ այս պատարագում։ Տեր Մուշե քահանա Վահանյանը պատարագի ընթացքում ներկաներին ուղղված իր քարոզում կարևորեց եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, խոսեց այն փորձությունների մասին, որոնց միջով անցնում է առ այսօր։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։